Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիքներ եւ հայհոյանք պարունակող տեսանյութի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում են քննչական կոմիտեից։ Կատարվում է նախաքննություն հանցագործություն կատարած անձանց ինքնությունները բացահայտելու ուղղությամբ։ Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որում մի խումբ դիմակավորված եւ զենքի նմանվող առարկաներով զինված անձինք սպառնալիքներ ու հայհոյանքներ են հնչեցնում Փաշինյանի հասցեին։ Արաբկիրում քաղաքացիական պայմանագրի քարոզարշավի ժամանակ լարված իրավիճակ է ստեղծվել։ Միկին Նիկոլ Փաշինյանին մեղադրել է հայրենիքը գողանալու մեջ։ Կինը նաև ասել է՝ դուք փորձեցիք մեզ կզացնել, դուք եք կզել։ Փաշինյանը հունից դուրս է եկել հայտարարելով՝ եթե դուք ռոբն եք, ռոբին կզացնելու եմ, կալուգացունել եմ կզացնելու Սերժին էլ Գագոին էլ։ Միջադեպից հետո կինը պատմել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է։ Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը մայիսի 19-ին պաշտոնական այցով կլինի Հայաստանում, նախատեսվում է նրա առանձնազրույցը Հայաստանի իր պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի նախարարների համատեղ ասուլիսը։ 2026 թվականի առաջին 4 ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9,646,000 դոլարի ապրանք, հայտնում է այդ երկրի պետական մաքսային կոմիտեն։ Միայն ապրիլին ադրբեջանական արտահանման ծավալը կազմել է 3,889,000 դոլար։ Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծման ծավալը 4 ամսում կազմել է ընդամենը 960 դոլար։ Այժմ Ադրբեջանը Հայաստան է արտահանում բենզին եւ դիզվառելիք։ Աշխարհի տարբեր երկրներից մի խումբ հայտնի իրավապաշտպաններ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թվականի մրցանակի։ Տարածած հաղորդագրությունում նշվում է, որ այս առաջադրումը հիմք է ընդունում Ռուբեն Վարդանյանի նշանակալի ներդրումը մարդու իրավունքների պաշտպանության գործում ամբողջ աշխարհում Ավրորա մարդասիրական նախաձեռնության միջոցով, ինչպես նաև նրա նվիրվածությունը բարձրաձայնելու իր հայրենակիցների իրավունքների պաշտպանության մասին Արցախում։ Հավատացած ենք, որ այս մրցանակի շնորհումը արժանի գնահատական կլինի ինչպես Ռուբեն Վարդանյանի բացառիկ ջանքերին, այնպես էլ կարևոր քայլ կդառնա նրա եւ Բաքվում պահվող մյուս հայ բանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ, եզրափակել են իրավապաշտպանները։ Պակիստանի միջնորդությամբ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների գործընթացը շարունակվում է, հայտնել է այդ երկրի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Նա հավելել է, որ Թեհրանն այս փուլում կենտրոնացած է պատերազմի ավարտի վրա եւ որ Միացյալ Նահանգների հետ բանակցություններում Թեհրանի պահանջների թվում են Իրանի ակտիվների ապասառեցումը եւ պատժամիջոցների վերացումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ Իրանին կոչ էր արել արագ գործել, հակառակ պարագայում սպառնալով ոչնչացմամբ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է Կոնգոյում եւ Ուգանդայում էբոլայի բռնկման մասին, այն հանրային առողջապահության արտակարգ իրավիճակ որակելով։ Նշվում է սակայն, որ վիրուսի տարածումն առայժմ չի համապատասխանում համավարակ հայտարարելու համար անհրաժեշտ չափանիշներին։ ԱՀԿ-ից ընդգծել են նաեւ, որ Կոնգոյի հետ ցամաքային սահմանակից երկրներում վիրուսի հետագա տարածման բարձր ռիսկ կա։